Այդ ցանցերը զավթել են Սամվել Կարապետյանի ձեռքից, ինչ պիտի անեն։ Ճիշտ չէ էլի, որ զավթել է։ Ոնց որ ազգային ժողովի դեպուտատ կար, հիմի էլ կա, ինչ որ բանն է վերցրել։ Ռասիա հյուրանոցն է կնել, ոնց որ այդ շենքը հետ չվերցրեց, բայց Սամվել Կարապետյանի հետը վերցրեց, որի վրա Սամվել Կարապետյանը բավականին մեծ գումարներ էր ծախսել։ Ժամանակը ցույց կտա, երևի Սամվել Կարապետյանը որ իշխանության գլուխ կանգնի, որոշ փոփոխություններ կլինի, այդ թվում նաև հետի հարցը ճիշտ կլուծվի։ Ինչ պիտի անեն, ինչ կարող, թուրքի դիպեր է տա ու բրզինք, ուրիշ ինչ պիտի են։ Մենք պիտի տանանք ճամբարականներ, դրա ուր ես մենք թուրքի ճամբարից պիտի անենք, մեզ պիտի կան թուրքերը ուր ես տա կան արդեն շուտով լսվին կա։ Ոչ մի բան չեն կարող փոխել, քան մեր ղեկավարը։ Դե վերցրել են իրենց ձեռքը, էլի։ Այդ չգիտեմ ինչ պիտի անեն, կտան իրանց մարդկանցից մեկին աշխատացնի եկամուտներ գնան ուրիշ տեղ։ Ռեկետա էլի, պետական ռեկետա, չի կարելի։ Համասում են ներդրումներ անեն, համասում են բերեն, ով եթե մարդը եղածը ձեռի ծառում ես, որ այդ գործարար կպիրա փողը տաս աղբեր արտար ծախսի, մեկը իմանում է վաղտերի ձեռի ծառնելու ես էլի, այդ դրա համար երիգերը չի կառավարվում, դրա համար պարտքերը շատանում է, շատանալով է։ Ստրատեգիական նշանակության ճյուղի տնտեսության էլեկտրացանցերը նույնպես ունի նույն վտանգավոր հետևանքները, որպեսզի նորից վերցնեն մեր ձեռքից, միգուցե եւ Ռուսաստանի ձեռքից, միգուցե եւ Սամվել Կարապետյանի ձեռքից վերցնեն, դարձնեն մեզ իրանց համար մեզ քշելու միջոց, ուր ուզենան այդ ձև քշել։ Այսինքն այդ բոլորը օգտագործեն մեր նկատմամբ հետագայում։ Թք կանջատեն հոսանքը, ես հարցը պիտի լուծվի, վերջ, ուր պիտի փախնենք։ Իրանցից կմնանք կախված։ Այսինքն մեզ կախվածության մեջ պահելու նպատակ ունի։ Ըստ ինձ։ Նախ ինքը իրավունք չուներ նման ձևով վերցնելու։ Եվրո դատարանը չէ բան արեց, վճիռ կայացրեց, որ այդ իրավունքը ինքը չունի։ Իսկապես ինքը իրավունք չունի։ Փոխադարձ համաձայնություն պետք է լինի, հակառակ դեպքում պետք է վճարեր, չէ, վերցնելուց պետք է վճարեր։ Վճարեց, վերցրեց, վճարեց Սամվել Կարապետյան։ Եթե ուզում էր վերցնել օրենքով, պետք է վերցներ, չգիտեմ ազգայնացնում է ինչան, բայց պետք է վճարեր։ Այդ իրան օգուտ է, չէ, որ ինքը այդ բանը արեց։ Բայց նա ինչքան ուզում է, ինչ ուզում է, թող վերցնի Սամվել Կարապետյանից։ Նա Սամվել Կարապետյանին կյանքում չի հավասարվի։ Նա պրոստը չգիտի ինչ է անում։ Չգիտես խելքն է թռցրել, թե ձևականությունները, մարդ չի հասկանում ես մեր ղեկավարից։ Ասում եմ 75 տարեկան կին եմ, նման ղեկավար կյանքում առաջի անգամն եմ տեսնում։ Էդի սխալ բան է, վերցնել կամ էլ տան Թուրքիային։ Թուրքիան այսքան ժամանակ, Թուրքիայի պետությունը այսքան ժամանակ Հայաստանի լավը ցանկալել է, լավը ցանկացել է։ Ոչ, երբեք կյանքում չհավատաց թուրքը հայը համար մի բան անի։